Ինչքան Նիկոլ չեմ ուզում, այնքան քեզ չեմ ուզում, այնքան մնացած բոլորին չեմ ուզում։ Որովհետև մեկը առաջարկում է թուրքի կոշիկ լզել ու երկիրը մասնատել տալ թուրքին, այն մյուսը առաջարկում է Կարեմալի աստղ լզել Պուտինին պապա ասել ու ինչքան հայ տղամարդ, հայ ջահել տղակա նորից կյանքերը տանի մատաղանի Ռուսաստանին, ոնց որ դարերով արել են։ Այն մեկը Ամերիկայի դրոշը բռնած արևմտամետ ազգայնական ուժ է խաղում։ Այն մյուսը իր ննջասենյակի տեղը մոռացել եվրոպական դեսպանատների դեմն է քննում, այսինքն sense մեծ գլոբալ ստարկամտություն եք բերել։ Ու ասում եք, ընտրեք որի ստարուկն եք ուզում լնել։ Այլ եթե դուք չեք ուզում Կարեմալի ստարուկ լնեք, ուրեմն դուք թուրքի ստարուկ եք, այսինքն կամ ինձ ես ընտրում, կամ դու թուրք ես։ Հիմա ես ձեզ եմ հարցնում։ Անցած տարի դուրս էինք եկել Նիկոլ մերժելու, հեղափոխություն անելու։ Հիմա բոլորդ թուրք եք, թուրքի լիազոր դեսպանին աջակցող եք, որ մեզ չեք աջակցել, հա։ Բախի չկայիք մեր հեղափոխության ժամանակ։ Հարց եմ տալու։ Բայց դուք տղեկ եք, այն տղեկը, որ գրում են ով չգնաց, ուրեմն Նիկոլ անդրում։ Հիմա ըստ ձեր տրամաբանության ես պետք է ասեմ ով չեկավ միանա վերածննդի շարժմանը նիկոլական, հա, բա դուք չեք միացել։ Հիմա դուք նիկոլական եք, այս հարցին պատասխանը կգա։ Դուք ինձ չեք ուզել աջակցել, ես էլ ձեզ չեմ ուզում աջակցեմ։ Որտեղ է տարբերությունը, որ ըստ ձեր կարճ ուղեղի ես նիկոլական եմ, դուք չէ։ Կամ ես չէ, ցանկացած մեկը ով ընտրության չի ուզում գնա, որովհետև թքածումից ծերից դեր սաղի վրա։ Այդպես բան չի լինում։ Թե դուք էլի եմ ասում ես, ես ինչ էիք եկել եք, վայ արապետի ով չեկավ, սենց մի մեծ ազգայնական ուժի չընտրել։ Ձեր համեստ տեղում մնացեք, ձեր քարոզը տարեք, ով ուզում է գա ձեզ ընտրի, թող գա ընտրի։ Նա լիքը գալիս է։ Ինչը խառնվի իրար։ Ու ես նորից եմ ասում, ժողովրդի մեջ նրանք, ովքեր իմ նման, այս ամբողջ ցուցակի մի ծերից մյուսը, բոլորին դեմ է, ոչ մեկի չի ուզում։ Իր համար բոլորն էլ մերժելի են, ընդունելի չի ոչ մեկ։ Դուք պարտավոր չեք գնաք ընտրեք այս սահմանափակ վանդակից։ Եթե սեղանին բոլոր ուտեստները փչացած են, դուք ստիպված չեք անպայման մեկը ուտեք։ Ոչ մեկի կողմնակիցը չենք, ինչ եք խառնվում իրար։ Ու հենց ուզենաք ասեք, որ ով չի գնում ընտրության, ուրեմն Նիկոլա ընտրում։ Ուրեմն միշտ հիշեք, որ այդ տվյալ բանը ասողներին ես ասում եմ, եթե դուք չկայիք մեր վերածննդի շարժմանը Նիկոլին մերժելու համար, ուրեմն դուք Նիկոլ եք ընտրել վաղուց։ Դե հիմա ասեք, բայց սրանն ինչ կասեք։ Այստեղ հանգամանքներ կունենաք, հա ինչ որ, որովհետև դուք սենց փաստը մնում փաստ, գաղափարեն միտքեր Նիկոլին մերժելու։ Ուր էիք։ Ձեր այդ աջակիցների քանակով, ձեր այդ ֆինանսով, այսինքն եթե դուք չեք միանում, պետք է դուք ելնեք, որ նոր մի բան անեք։ Ես էլ եմ ճիշտ ձեր դեպքում ձեր նման մտածում։ Ես չլնեմ ոչ մի բան չեմ անում։ Ինչն է տարբերությունը, որ մեր դեպքում այտենց եք վերաբերվում, այտենց բան եք ուզում տարածեք։ Ձեր դեպքում դա նորմալ էր։